Վերջին 15-20 տարիներին Ադրբեջանում ու նաև Թուրքիայում տասնյակ, եթե ոչ ավելի շատ գրքեր են տպագրվել, որոնց ընդհանուր բնույթը կարելի է բնորոշել հակիրճ, հակահայկական եւ հակապատմագիտական։ Դրանց ասելիքի էությունն էլ ակնհայտ է։ Հակապատմական կեղծագրությամբ անընդհատ շրջանառել, թե հայերը եկվոր են, թե հայկական լեռնաշխարհի տեղանունները թյուրքական են եւ ընդհանրապես ինչ հայեր, ինչ Հայաստան, ինչ բան։ Եվ որքան էլ մեզ ծիծաղելի ու անհեթեթ թվա թուրք-ադրբեջանական տանդեմի այդ գործունեությունը, մենք չենք կարող եւ իրավունք էլ չունենք մատների արանքով նայել այդ ամենին։ Ավելին, չարժե հույսը դնել այն բանի վրա, որ աշխարհում միևնույն է պատմության ու նաև մեր տարածաշրջանի իրական գիտակներն առավել քան քաջածանոթ են փաստերին, իրողություններին։ Տարիներով, տասնամյակներով մեր ոչ բարով հարևանների կողմից հետևողականորեն շրջանառվող ստերը ժամանակի ընթացքում նստվածք են տալիս եւ այդ գրական դիրտի ու կեղտի տակ երբեմն թաղվում են իրականությունը, իրական փաստերն ու պատմությունը, ու հայտնվում են ինչ-որ օտարազգի ուսումնասիրողներ, որոնք արդեն հղումներ են անում հարևանների հորինվածքներին, մեջբերում դրանք որպես գիտական տվյալ կամ նույնիսկ պատմական փաստ։ Փաստն այն է, որ դիմացինն անդրդվելիորեն շարունակում է իր սև գործ, որը ժամանակակից Ադրբեջանում պետական ռելսերի վրա է դրված, ու բավականին նավթադոլարներ են թափվում այդ կեղծիքի տիրաժավորման ու տարածման վրա։ Գրքի միջազգային ցուցահանդես տոնավաճառներին մասնակցող մեր հրատարակիչներից հաճախ կարելի է լսել, որ ադրբեջանական պատվիրակությունը ներկայացրել էր այս կամ այն շքեղ հրատարակությունը ծայրեծայր լեցուն պատմության աղաղակող կեղծումներով ու ստերով։ Մյուս կողմից օրակարգում է մնում հարցը, թե ինչ ենք մենք դնում դրա դիմաց։ Կարելի է ասել, որ վերջին տարիներին մենք դրա դիմաց դնում ենք լուրջ, որակյալ աշխատանքներ։ Առավել ևս, որ վերջին տարիներին ընդունելով մեզ նետված քարոզչական տեղեկատվական պատերազմի մարտահրավերը, Հայաստանում այդ գործը ևս աստիճանաբար պետական կազմակերպված հենքի վրա է դրվում։ Այդ տեսանկյունից արժե նկատել, որ նախագահային առընթեր հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի աջակցությամբ վերջին շրջանում հրատարակվել են Լևոն Հովսեփյանի «Թուրքիայի վախերը. Սևրի սինդրոմ», Ալեքսանդր Մանասյանի եւ Ալեն Ղևոնդյանի «Լեռնային Ղարաբաղ. ինչպես է դա եղել» աշխատանքները, ինչպես նաև Արիզ Ղազինյանի «Պոլիգոն Ադրբեջան» ուսումնասիրությունը։ Վերջինը նշված գործը, որի հեղինակի հետ շուտով զրուցելու առիթ կունենանք, հետաքրքրական է նաև այն առումով, որ ներկայացնում է հենց Ադրբեջանի պատմությունն ու հետևողականորեն բացահայտում այդ ճակերտավոր պատմության հորինված առասպելները։ Սիրելի ռադիոլսողներ, գրապահոցի վերնատանը այսօր հյուրընկալել ենք լրագրող, գրող Արիզ Ղազինյանին։ Բարև ձեզ, Արիզ։ Բարև ձեզ։ Վերջերս լույս տեսավ ձեր «Պոլիգոն Ադրբեջան» Ադրբեջան փորձադաշտը, բավականին ծավալուն եւ խոր ուսումնասիրությունը։ Ինչպես ծագեց այդ գրքի մտահղացումը։ Ընդհանուր նախաձեռնությունը ադրբեջանական ազգի առաջացման եւ ադրբեջանական պետականության ձևավորման մասին հանրային կապերի նախագահի առընթեր հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանինն էր։ Պետք է ասեմ, որ իդեմս այդ կենտրոնի մեզանուն վերջապես գոյություն ունի մի կառույց, որը պաշտոնական մակարդակում արձանագրում է մեզ հայտարարված տեղեկատվական պատերազմի փաստը, արձանագրում է եւ փորձում հակազդել։ Սա շատ կարեւոր մի հանգամանք է, որովհետեւ վերջին 2 տասնամյակների ընթացքում հիմնականում հայկական հակազդեցությունը դրսևորվել է մասնավոր կառույցներում ավելի շատ։ Դա կարող է լինեին թերթերի խմբագրություններ, դա կարող է լինեին եւ կան Փառք Աստծո առանձին տեղեկատվական կենտրոններ, վերլուծական կենտրոններ, անհատների նախաձեռնությամբ, այո, սակայն միջև պետական մակարդակներ այս հարցը չէր հասնում, եւ սա տեղիք էր տալիս շատ հյուր մեկնաբանությունների, եզրահանգումների եւ միջազգային հանրության սխալ պատկերացմամբ առումով եւ ել չեմ ուզում ասել Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Այնուամենայնիվ, այո, վերջապես գոնե որ նախագահական աշխատակազմի առընթեր գործում է նման մի կառույց, դա արդեն շատ կարևոր է։ Բարի, բայց գրքի մտահղացումը ինչպես ծագեց։ Բանն այն է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը եւ մասնավորապես Ղարաբաղյան հակամարտությունը այսօր ճիշտ չի ընկալվում միջազգային հանրության կողմից, չեմ ուզում ասել դա կողմնակալ թե անկողմնակալ մոտեցման հետևանք է, այնուամենայնիվ դեռևս Ղարաբաղյան հակամարտությունը դիտարկվում է որպես հիմք ներկայիս հայ-ադրբեջանական հակամարտության եւ միջազգային հանրությունը հակված է կարծել, որ հենց այդ հակամարտության կարգավորմամբ կարելի է կարգավորել նաեւ
մնացյալ բոլոր հարցերը։ Այնինչ իրականում Ղարաբաղի հակամարտությունը դա հետևանք է հայ-թյուրքական, եթե լայն առումով հակամարտության տարածաշրջանային եւ բնականաբար որպեսզի եւ միջազգային հանրությունը այդ միջազգային հանրության կարծիքը ներկայացնող կառույցները հասկանան, ընկալեն համարժեքորեն գոնե բուն էությունը այս հակամարտության միտք ծագեց ուղակի գրել Ադրբեջանի պատմության մասին մի աշխատություն։ Չասեմ, ընթերցել եմ ամբողջ գիրքը, բայց թերթել եմ եւ առանձին գլուխներ իսկապես մեծ հետաքրքրությամբ ընթերցել եմ։ Մի ինստիտուտի մի մասնաճյուղի գործ է արված իմ կարծիքով։ Շնորհակալություն իհարկե նման գնահատականի համար։ Նյութը կոնկրետ այս գրքի համար հավաքվել է երևի 10-15 տարիների ընթացքում։ Դեռ պարզ չէր կլինի նման գիրք թե ոչ։ Մեխանիկորեն ուղակի գրվել է գիրքը 1.5-2 տարիների ընթացքում, սակայն նյութի հավաքելը, նյութի տեսակավորելը, համակարգելը եւ այլն իհարկե բնականաբար դա տևել են երկար տարիներ եւ պետք է նշեմ, սա ոչ թե ուղակի գրասենյակային աշխատանք էր, այլև շատ հանդիպումների արդյունք, որովհետեւ ես աշխատել եմ որպես լրագրող եւ Վրաստանում եղել եմ նաև մեկ շաբաթ անց եմ կացրել Բաքվում, Ռուսաստանյան, այո, դա 1999-2000 թվականներին հանդիպել եմ Հեյդար Ալիևի, այն ժամանակվա նախագահի հետ, կառավարության անդամների հետ, փորձել եմ հասկանալ իրենց կարծիքը, նաև ուղղակի ինչպես են իրանք փորձում մեկնաբանել այն ամեն ինչ որ փաստորեն պետականորեն հռչակում էին։ Նաև աշխատել եմ ռուսաստանյան շատ ինքնավարություններում, որոնք ուղղակի կապ ունեին Ղարաբաղյան պատերազմի ժամանակաշրջանում Ադրբեջանի հետ։ Դա կարող է լինեին Հյուսիսկովկասյան ինքնավարությունները, դա Թաթարստանն էր։ Այսինքն իրոք փաստացի նյութը հավաքվել է երկար տարիների ընթացքում, իսկ գիրքը գրվել է ուղղակի 2 տարիների։ Մեծ տպականակով է լույս տեսել եւ ինչու ռուսերեն։ Ռուսերեն գիրքը լույս է տեսել այն պատճառով, որ հիմնական հասեատերը գրքի ռուսալեզու ընթերցողն է, փորձագիտական կառույցներն են եւ փորձագիտական հասարակությունն է, եթե ավելի լայն առումով, եւ սա շատ կարեւոր է եւ հենց այս պատճառով կա նաեւ նպատակ գիրքը թարգմանել նաեւ անգլերեն լեզվով կամ առանձին հատվածներ գրքի, նախ եւ առաջ որպեսզի միջազգային հանրությունը կամ այդ հանրության կարծիքը կամ մոտեցումները ներկայացնող կառույցները եւ նրանց ներկայացուցիչները ավելի մոտիկից ծանոթանան այս հարցի առանձին վերցրած հարցի բունեության հետ։ Իսկ տպաքանակը դեռ սա առաջին թողարկումն է 1000 է։ Բարի, 1000 օրինակ։ 1000 օրինակ, այո։ Ձեր ուսումնասիրությունը շատ հետաքրքիր թեմայից է սկսվում եւ գրականությանը սերտորեն առնչվող։ Խոսքը պարսիկ բանաստեղծ Նիզամիի ադրբեջանականացման դրսևորման մասն է, որը եթե ես ճիշտ եմ հասկացել ձեր ուսումնասիրության ուղերձը, դրված է ադրբեջանական ազգի միֆոլոգիայի հիմքում։ Փոքր-ինչ չեք բացի մեր ունկնդիրների համար այս խնդիրը։ Իհարկե մեծ հաճույքով նախ նշեմ, որ գիրքը բաղկացած է 3 բաժնից։ Առաջին բաժնի մասին եք դուք խոսում, որը կոչվում է Նիզամի եւ ոչ միայն։ Մեծ փաստորը դասականի պարսի գրականության միջնադարյան ադրբեջանականացման օրինակով ես փորձ եմ կատարել հենց առաջին բաժնում ցույց տալ ադրբեջանական ներկայիս ազգի կոմպլեկտավորման ներքին փիլիսոփայությունը եւ տրամաբանությունը ինչպես ստացվեց, որ պարսից մեծ բանաստեղծը հանկարծ 30-ական թվականների երկրորդ կեսին կոչվեց, պաշտոնապես կոչվեց ադրբեջանցի եւ ադրբեջանական գրականության ներկայացուցիչ, գրականության, որը երբեք գոյություն չի ունեցել։ Սա ոչ թե էմոցիոնալ ուսումնասիրության արդյունք է բնականաբար, այլ այստեղ զուգահեռաբար գոյություն ունեին բազմաթիվ փաստեր եւ գործոններ, որոնք պետք է ուսումնասիրվեին ընդհանուր առմամբ, եւ սա է պատճառը, որ առաջին բաժինը ներկայացնում է նաեւ ազգերի ձևավորման, հատկապես 19-րդ, 20-րդ դարի սկզբի նոր ազգերի ձևավորման, որոնց միաժամանակ կոչում էին կապիտալիստական կամ բուրժուական ազգեր, տեսաբանները։ Հետո 20-ական թվականներին կոչվեցին սոցիալիստական ազգեր, սա այն ազգերի մասին է, որոնք բնակվում էին խորհրդային միության սահմանների ներսում, եւ միայն այս հարցերը լուսաբանելիս, վերլուծելիս հնարավոր է դառնում հասկանալ այն հիմնական պատճառները, դրդապատճառները, քաղաքական այն հաշվարկը, որի արդյունքում ձևավորվեց ադրբեջանական սոցիալիստական ազգ եւ նա հանկարծ հռչակեց ինքն իր համար իր հերոսների, ինչպիսիք են օրինակ նույն Նիզամին, ինչպես օրինակ Բաբեկը 9-րդ դարի ապստամբության ներկայացուցիչը եւ առաջնորդը, եւ դա 9-րդ դարում է եղել ավելի քան 2 դար առաջ, քան
մեր տարածաշրջան ներխուժեցին թուրքալեզու ընդհանուր առմամբ ցեղախմբերը տասնյակից ավել 20-ական եւ 30-ական թվականներին արդեն զգացվում էր շատ լուրջ դեֆիցիտ խորհրդային գաղափարախոսների մոտ ինչ է նշանակում ազգ, ինչ է նշանակում սոցիալիստական ազգ եւ հենց այդ ժամանակ ֆիքսվեց եւ ես մեջբերում եմ այդ հայտարարությունները, որ արդեն սոցիալիստական ազգերը պետք է ունենան իրենց հերոսների եւ եթե իրենք չունեն ինչ-ինչ պատճառով, եթե դրանք ավանդական ազգեր չեն, ապա իրենց պետք է ուղղակի հորինել եւ հրամցնել այդ նոր սոցիալիստական ազգերին։ Սա է պատճառը, որ ուղղակի առաջին բաժինը ես փորձել եմ ադրբեջանական ազգի ձևավորման պատմությունը ներկայացնել մի առանձին վերցրած եւ շատ հայտնի մի մարդու ադրբեջանականացման օրինակով։ Բայց որքանով է ճիշտ ասել ադրբեջանական ազգ, որովհետև այնտեղ այնքան ազգեր կան։ Նո ադրբեջանական ազգը իհարկե դա որպես սոցիալիստական ազգ նա արդեն գոյություն ունի 30-ական թվականների երկրորդ կեսից իհարկե Արևելյան Այսր Կովկասը, Հարավային Այսր Կովկասը բնակվել են այսինքն 11-14-րդ դարերում տասնյակ, նույնիսկ հարյուրավոր թուրքալեզու ցեղախմբեր ներխուժեցին տարածաշրջան, նրանց զոհը դարձավ Բյուզանդիան, նրանց զոհը դարձավ Պարսկաստանը, որովհետև գրեթե 1000-ամյակ Պարսկաստանում տիրում էին թուրքալեզու տների կամ դինաստիաների ներկայացուցիչները։ Հայաստանը իհարկե որպես պետական կազմավորում արդեն գոյություն չուներ 13-րդ դարում մեր տարածաշրջանում իր պատմական հայրենիքում եւ այս բոլոր ցեղերը տարբեր էին Բահատլու, Սահադլու, Քարափափախներ, Քաջարներ եւ այլն եւ միայն 20-ական թվականների երկրորդ կեսին որ առաջին անգամ 29 թվականին եթե ավելի կոնկրետ ասեմ պաշտոնապես հռչակվեց սոցիալիստական նոր ազգերի ձևավորման նպատակահարմարությունը եւ անհրաժեշտությունը։ Դուք գրքում ուշադրություն եք դարձրել մի շատ կարևոր հանգամանքի, որին Հայաստանում գրեթե ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Խոսքը Հայաստանից դուրս օտարազգի հեղինակների գրքերի, ստեղծագործությունների մասին է, որոնք անմիջականորեն առնչվում են մեզ, մեր պատմությանը, մեր այսօրին, նաև Արցախի խնդրին։ Կոնկրետ Թոմաս Դվալի հայտնի ստեղծագործությունը դուք բացահայտում եք մեթոդաբանական առումով խոցելի նրա կողմից թույլ տված մոտեցումները։ Հանրամատչելի կարող եք հակիրճ բացատրել ինչու եք դուք հակադարձում եւ որն է ձեր հիմնական դիտողությունը։ Իհարկե դա սա շատ կարևոր հարց է ես Թոմաս Դևալի ուսումնասիրության մասին գրում եմ միայն առաջաբանը բավականին ընդարձակ է եւ շատ կարևորում եմ դա որովհետեւ Թոմաս Դևալը ընկալվում է այսօր միջազգային հանրության կողմից որպես մի անկողմնակալ, որպես անաչառ մի մասնագետ կամ փորձագետ, որը ոչ միայն ուսումնասիրում է տարածաշրջանային կոնֆլիկտները, այլև որ շատ կարևոր է որոշակիորեն ազդում միջազգային կարծիքի ձևավորման վրա, որոշակիորեն կողմնորոշում այդ կարծիքը եւ պետք է միշտ հասկանալ որ տարբեր են տվյալ անհատը որպես անկողմնակալ մեկը եւ նրա ստեղծագործությունը կարող է չլինել արդեն անկողմնակալ, եթե հիմնված է ուղղակի թերի փաստերի վրա։ Եվ օրինակ բերեմ, որպեսզի ավելի པարզ դառնա միտքս։ Նա գրում է օրինակ, որ 1993 թվականին, երբ որ արմատական բեկում մցվեց ռազմական ակտիվ գործողությունների մեջ եւ հայկական ուժերը իրենց հսկողության տակ վերցրին Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված տարածքի 13%-ը, Ադրբեջանը ստիպված եղավ շրջափակման մեջ վերցնել Հայաստանը։ Անկողմնակալ ընթերցողի համար սա շատ համոզիչ մի եզրահանգում է։ Մատուցված օտար անկողմնակալ փորձագետի կողմից։ Առավել եւս, այո, սա տեղավորվում է ինչ որ տրամաբանության սահմանների ներսում։ Այնինչ ցանկացած մարդ, որը հետաքրքրվում է այս հարցով, նա կարող է ժամանակի փաստացի նյութի հիման վրա պարզել, որ ադրբեջանական եւ թուրքական շրջափակումը Հայաստանի դեռ խորհրդային ժամանակներից էր 1989, 90, 91, 92 թվականներին պահպանվում էր եւ որևէ կապ չի կարող ունենալ Բեկման հետ ռազմական ակտիվ գործողություններում, որը իհարկե 1993 թվականին Փառք Աստծո եղավ։ Եվ նման օրինակներ շատ են եւ անպայման պետք է ուղղակի պետք է ցույց տալ եւ հենց սա է հիմնական խնդիրը, որ ես առաջաբանում գրում եմ այս մասին, որ լինել չեզոք չլինել ներկայացուցիչը որևէ կողմի հակամարտության դա դեռ չի նշանակում անկողմնակալ կամ անաչառ մի շարադրություն կամ ուսումնասիրություն այստեղ կան շատ իհարկե այսպես թերի պահեր որը ես տարբերում եմ ադրբեջանական կեղծարարությունից որովհետև սա կեղծարարություն չէ սա նյութին լավագույն դեպքում նյութին չթիրապետելու հետևանք է այլ խնդիր է արդեն այն ինչ որ կատարվում է Ադրբեջանում եւ Թուրքիայում սա արդեն պաշտոնական պատմագրություն է Վերջին տասնամյակներում գոնե 10-15 տարում Ադրբեջանում, նաև Թուրքիայում ստեղծվել է տպաքանակի իմաստով
նաև անվանական առումով ահռելի գրականություն, եթե դա կարելի է գրականություն անվանել այդ տպագիր նյութը, որը հերքում է ընդհանրապես որ Հայաստան է եղել կամ Հայաստան կա, որ ընդհանրապես նույնիսկ հիմա մեր տարերն են ուզում վերցնել եւ այլն եւ այլն։ Դա մի ահռելի ծավալ է։ Մենք ինչ ենք դնում այդ ծավալի դիմաց եւ որքանով հաջող ենք դնում։ Սա շատ լուրջ հարց է, որովհետև իրոք արդեն 20 տարի շարունակ ադրբեջանական քարոզչական մեքենան աշխարհով մեկ տարածում է տարբեր տեսակի առասպելներ, տպագիր ձևով, ֆիլմերի տեսքով եւ այլն եւ այլն, մի նպատակով, որպեսզի ուղղակի ցույց տալ, ապացուցել նրանց արդար լինելը այս Ղարաբաղյան տվյալ դեպքում հակամարտության հարցում Հայաստանը 20 տարիների ընթացքում, որ ասեմ կոնկրետ միշտ էլ զիջել է այս տեղեկատվական պատերազմում, նախ նա չի ֆիքսել, չի արձանագրել այդ տեղեկատվական պատերազմի բուն փաստը, նու եւ երկրորդը մեզանում ոչինչ ըստ էության չէր դրված պետական մակարդակի վրա, իսկ սա ենթադրում է արդեն շատ ավելի լուրջ, շատ ավելի հետևողական աշխատանք։ Շատ հարցերում իհարկե ադրբեջանցիները լուրջ հաջողություններ են հասել, որովհետև շատ կառույցներ ուղակի այսօր չտիրապետելով բուն ինֆորմացիայի եւ պատմությանը, նրանք հակված են կարծել, որ ադրբեջանցիները իրենց տեսակետն են ցույց տալիս, ներկայացնում, նու հայերը լավագույն դեպքում եթե ներկայացնում են իրենց Այստեղ արդեն որևէ տարբերություն չի դրվում, թե որ նյութն է հիմնված փաստացի իրական աղբյուրների վրա։ Այդ առումով որոշակիորեն իհարկե մենք զիջում ենք եւ զիջել ենք վերջին 20 տարիների ընթացքում կենտրոնը, որ այսօր գործում է, նախագահային առընթեր հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը նաեւ ֆիքսում է եւ արդեն աշխատում այդ ուղղությամբ, որպեսզի մենք կարողանանք այդ բերել այն կորցրածը։ Վերջին 2-3 տարիների ընթացքում արդեն լույս են տեսել ֆիլմեր, թողարկվել են ֆիլմեր, որոնք Ղարաբաղյան հարցի առանձին կամ պատերազմի Արցախյան գոյամարտի առանձին դրվագների մասին են պատմում, թողարկվել են գրքեր։ Շարքը հենց ֆիլմերի, սա իհարկե շատ կարևոր է եւ եթե այս տեմպերով շարունակեն աշխատել եւ բոլորս շարունակենք աշխատել, ապա կարծիքով կարելի է այն կորցրած տարիները յետ բերել, որը հենց վերաբերում է տեղեկատվական պատերազմի կորցրած տարիներին։ Իսկ կներեք, մենք չենք շահում որակի հաշվին։ Մենք իհարկե շահում ենք որակի հաշվին եւ պետք է շահենք, սակայն այստեղ կա նաեւ խնդիր, որ նախ որակյալ գրականությունը, պատմական ուսումնասիրությունները կամ տվյալ հարցին վերաբերող առանձին ինչ-որ հարցադրումները անընդհատ տպագրվեն եւ հասնեն իրենց հասցեատիրոջը, այսինքն այստեղ խնդիր կա, որպեսի նման աշխատությունները ներկայացվեն ոչ միայն Հայաստանում, այլև կազմակերպվեն շնորհանդեսներ կամ միջոցառումներ տարբեր տեսակի դուրս արտաշխարհում եւ այն երկրներում, որոնք ուղղակիորեն ազդեցություն ունեն եւ այս հարցի կարգավորման գործընթացում Ռուսաստանում լինի, Ֆրանսիայում լինի, Ամերիկայում լինի եւ նաեւ իհարկե շատ այլ երկրներում։ Այսինքն ադրբեջանցիները այս առումով շատ ավելի առաջ են, որովհետեւ ցանկացած երկրում, չնայած իրենք ունեն փոքր սփյուռք, այսպես ասեմ, փոքր ներկայություն ավելի, շատ երկրներում այնուամենայնիվ նույնիսկ այս դեպքում շատ ավելի ակտիվ են աշխատում, դեսպանատան մակարդակներով են աշխատում, ուսանողության մակարդակով են աշխատում, որևէ տարեթիվ, որևէ օրացուցային օր, որը այսպես թե այնպես կապված կարող է լինել Ղարաբաղյան պատերազմի հետ եւ Ղարաբաղյան պատերազմի իրենց ներկայացման պատմության հետ, նրանք բաց չեն թողնում եւ շատ աղմուկ են ուղղակի հանում մարտաշխարհում։ Ուղղակի այս գիրքը նաև կարևոր է իմ կարծիքով ոչ միայն տարածման առումով, այլ նաև մենք էլ պետք է որոշակի բաներ փորձենք հասկանալ մեր պատմությունը, որովհետև գոյություն ունի Ղարաբաղյան հակամարտություն, այս ամփոփող բառակապակցությունը տարբեր կերպ է իմաստավորվում ընդհանուր առմամբ, որովհետև գոյություն ունի Ղարաբաղյան հակամարտություն որպես քաղաքականության խնդիր եւ այս դեպքում այս հակամարտությունը միանգամայն տարբեր կերպ է ընկալվում Փարիզի, Երևանի, Թեհրանի, Բաքվի, Մոսկվայի, Վաշինգտոնի կողմից, այլ իմաստ է ներդրվում այս բառակապակցության եւ կա Ղարաբաղյան հակամարտություն որպես պատմական իրողություն, պատմական փաստ, որ արդեն կապված է պատմական ներկայի, անցյալի, ապագայի հետ, սա արդեն քաղաքակրթական հարցադրումների մի ոլորտ է եւ այս առումով շատ կարեւոր է որ մենք ինքներս էլ ձերբազատվենք շատ կարծրատիպերից, շատ անտեղի երևի շեշտադրումներից։ Պետք է հասկացվի, որ գոյություն ունի պանթուրքիզմ, մենք մեզ համար, մենք պետք չէ որ դրսին ասենք ադրբեջանցիները 100 տարեկան ազգ են, դա մենք պետք է իմանանք, որտեղ 250-ամյա ամերիկացին դա չի ուզում հասկանալ, դա իր համար ինչ որ ավելորդ շեշտադրում է։ Այս նրբությունները հասկանալու դեպքում միայն կարելի է շատ ավելի ճիշտ ներկայացնել այն պատմությունը։ Ճիշտ ներկայացնել, այսինքն պետք է հասկանալ, որ հակամարտությունը ոչ թե քաղաքակիրթ հայերի եւ վայրագ թուրքերի միջև է, այլ
Պանթուրքիզմի հիմքում մտավորականությունն է եղել Ադրբեջանում վերջի վերջո, որովհետև հայերի ջարդերը ով որ կազմակերպել է, օրինակ Բաքվում 1905 թվականին, 1918 թվականի սեպտեմբերին եւ միայն 2-3 օրերի ընթացքում տարբեր աղբյուրների վկայությամբ 20-ից 30 հազար հայ մահացավ Բաքու քաղաքում, որից հետո միայն Բաքուն դարձավ այդ հռչակված ադրբեջանական հանրապետության մայրաքաղաքը, այս ամենի ետևում կանգնած են եղել Ռուսաստանի եւ Եվրոպայի լավագույն համալսարաններում կրթություն ստացած թաթարական մտավորականները, դրանք եղել են երկրաբաններ, ինժեներներ, քաղաքագետներ, խմբագիրներ եւ այլն, եւ այս ամենը շարունակվել է նաեւ խորհրդային տարիներին, որովհետեւ ադրբեջանական արմատականության հետևում եւ ջատագովները հիմնականում նույն Մուսթաֆաևներ, Անարներ, Զիաբունյաթովներ եւ այլն մտավորականությունը միշտ էլ եղել է ամենաարմատականը, ամենահայատյացը, եւ այս փաստը մենք նույնպես պետք է ընկալենք եւ հասկանանք, որ որքան կրթված է պանթուրքիստը, նույնքան էլ նա արմատական է, նույնքան էլ նա հայատյաց է, եւ այդ վայրագության մասին, հետամնացության մասին մենք արդեն իսկ չպետք է խոսենք, մենք պետք է հասկանանք, որ մենք գործ ունենք եւ արդեն 100 տարի շարունակ մտավորականության ներկայացուցիչների հետ, նույնը վերաբերվում է եւ Թուրքիային։ Շնորհակալություն ձեզ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Կարծում եմ մեր ունկնդիրներին հետաքրքրեց այս երկխոսությունը։ Շնորհակալություն ձեզ հրավերի համար, ամենակարևորը որ գիրքը ունենա իր ընթերցողի նաեւ Հայաստանում։ Սիրելի ռադիո լսողներ, մեր հաղորդումն ավարտվեց։ Մինչ նոր հանդիպում Արմ ռադիոյի եթերում։